Հարյուրավոր աշխատակիցներ, մարզիչներ, պրոֆեսիոնալ մարզիկներ ու բազմաթիվ ծնողներ Օլիմպիավանի մոտ են։ Պահանջում են բացել Հայաստանի ամենաժամանակակից ու միջազգային չափանիշներին համապատասխան մարզաբազան։ Ավելի քան 1000 երեխա զրկված է պարապմունքներից, ուսումնամարզական հավաքներ չեն կարողանում անցկացնել Հայաստանի տարբեր մարզաձևերի հավաքականներ, որոնք նախապատրաստվում են աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին։ Ձորում մարզվում են տղեկը MMA մարտարվեստով, MMA մարտարվեստը արևի տակ, MMA մարտարվեստը չի լինում արևի տակ, MMA մարտարվեստը գծուններ ունի, հատակին հարվածների տեղ է պետք, տատամի է պետք, այդ տղուն լողանալ է պետք, տուն գնալ է պետք, ինչ ենք ասելու ենք 90-ականներն, հիմա, չէ, ինչի փառք Աստծո, Ծառուկյան ընտանիքը նենց բան արել սպորտսմենների համար, որ այսօր 17 թվականից հետը աշխատում եմ Ծառուկյանից, անունս չգիտի այդ մարդը, այդպես մաքուր աշխատում եմ, բայց այսօր ինձ զրկել, սաներին զրկել Օլիմպիավան գալ, հա, ձեր երեխեքին զրկել են, հենց ձեր, եթե հայ եք հասկացեք ինչ եմ ասում, բացեք այս դուռը երկուշաբթի, մենք բոլոր մարտարվեստի սաներով գալու ենք Բաքուն, փոխվենք, որ մտնենք ներս։ Խնդրում եմ շտապ միջոցներ, շտապ շաբաթ կիրակի դրեք մի կողմ, երկուշաբթի մինչև ժամը 3-ը ձեր ժամանակ, ժամը 6-ին բացեք, մտնենք մեր գործով զբաղվենք։ Սպորտին մեծ վնաս է սա, որովհետև մեծ կոմպլեքս է, ներկայի պահին բասկետբոլը մենակ 200 հատ բալիկ է ստեղ պարապում։ Դուք պատկերացնում եք 200 հատ երեխուն, այսօր ասել ենք նստեք տուն այս շոկ օրերին եւ մի մարզվեք։ Բայց սպորտսմենը, պրոֆեսիոնալ սպորտսմենը պետք է ամեն օր մարզվի ու ճիշտ մարզվի նորմալ պրոֆեսիոնալ դաշտերում, եթե հնարավորինս կա։ Իսկ մենք ունենք դա, այսօր փակա, բոլորը անգործության են, մեկը ես։ Ծնողները նշում են, իրենց երեխաները չպետք է տուժեն քաղաքական խարդավանքների պատճառով եւ պահանջում են չխաթարել նրանց մարզումները։ Իմ բալիկը հաճախում է լողի։ Ես կցանկանայի, որ բացեին, որ իմ բալիկը նորից հաճախ է լողի։ Սա այն տեղն է, որ պետք է չկպնեն։ Ինչքան է քաղաքականությունը իրար դեմ են, ինչ ուզում են անել, բայց սա այն տեղն է, որ մեր երեխաները մարզվում են, մենք ենք հաճախում ֆիթնեսի։ Հարկադիր պարապուրդի պատճառով Օլիմպիավանը լուրջ տեխնիկական խնդիրների առաջ է։ Վտանգված է լողավազանը, որն ամեն օր ֆիլտրացիա էր անցնում, մշակվում, խնամվում էր մարզագույքը։ 1700 տոննա տաք ջուրը, դա նեխելու է, պոմպերը ավիրվելու են, մակրույները չեն կարանալու մակրին, ես լուսամուտները պետք է բացվի որոթապով է, տատամի, բոքսի տանց, ամեջ փջանալու այդ գույքը ափսոս է, ով է այդ գույքը տանելու, ախրանան քնում է մեքենայի մեջ, դուրսը, ամոթ է, էսի, գիտեք, ուղղակի ես խնդրում եմ լուրջ մոտնալ, լուրջնալ, ստեղ Թաշնամա, ժողովուրդը ինչ մեղք ունի, ես ուղղակի խնդրում եմ, մի հատ ուշադիր նայեք, մի փջացրեք այս եղածը, սա վերականգնել չի լինի։ Մի տեղով չի խնդիրը, որ ասեմ օրինակ մի տեղով, սնունդի խնդիրն այնտեղ, որ սնունդը մենք փակ թողել ենք, սառնաները փակի դուրս ենք եկել, հնարավորություն տան տեխնիկական սպասարկումը, եթե հնարավոր կլինի մտնեն քլորի ստանցիաները այնտեղ, օդափոխության ստանցիաները այնտեղ։ Դե սարքել են ոչ մի բան բոլորիս։ Այսքան մարզիչ է աշխատում, մակրույներ, այսքան ադմինիստրացիա, անվտանգություն, աշխատավարձ են ստանում, ամենքը իր հոգսն ունի, ոչ մեկ չի գալի ասում, բա այդ հոգսը։ Մենք ուզում ենք ընդամենը դռները բացենք, երեխեքը մարզվեն, օգոստոսին աշխարհի մրցումներ, գնալու եմ եռագույնը բարձրացնելու համար ասեմ, ինչ Օլիմպիավանը փագեր չկարողացանք պատրաստվենք։ Կարճ որոշում, ես չեմ պատրաստվում երկուշաբթի երեխեքը չմարզվեն։ Ու անկեղծ երկուշաբթի օրը մենք գալու ենք մարզվելու։ Ինձ թվում է բոլորն էլ համամիտ կլինեն ու կմիանան այդ ամեն ինչին։ Բողոքի ակցիա է նաև Երևանի ամենաժամանակակից մարզաառողջարանային համալիրում, մուլտիվելնեսում, ավելի քան 150 աշխատակից ու 4000 հաճախորդ ունեցող համալիրը նույնպես 5 օրից ավելի չի աշխատել։ Տնօրենը նշում է, որ ընկերության բոլոր համակարգիչներն առգրավել են, դիմել են, որպեսզի քննչական կոմիտեն պատճենի իրենց անհրաժեշտ ինֆորմացիան, իսկ համակարգիչները վերադարձնի, ընկերությունը վերսկսի բնականոն աշխատանքը։ Գնալով շատ է բարդանում, խնդիրները շատանում են։ Այս պայդրությամբ բոլոր ամեն ինչը միացած ներսում մնացած, փակել են, պլոմբել են, աշխատակիցներին հանել են, աշխատակիցները մնացել են անգործ, բոլորս միասին անորոշ վիճակի մեջ ենք։ Չհաշված, որ ներսում այս պայդրությամբ շատ վտանգավոր վիճակ է։ Բասայինները միացված, ջեռուցումները միացված, բասայինների քլորականները աշխատում են,
Դա խնդիր է։ Այս պայդրությամբ մեծ վնաս է կրում ակումբը, բացվելուց հետո էլ այդ վնասները չենք հասկանալու ոնց ենք մենք կարողանալու տակից դուրս գալ։ Թորդորում եմ բոլոր իրավապահներին, բոլոր այդ մարմիններին, ով որ այս գործի մեջ, չգիտեմ, զբաղված են, ով որ որոշումներ են կայացնում, չխառնել քաղաքականության հետ բիզնեսները։ Եթե կան խնդիր, իրենք կարող են իրանց խնդիրները իրանց ձևով որոշեն, հասկանան, բայց բիզնեսների հետ կապված պետք չէր աշխատողն այսքան աշխատող, այսքան խնդիրներ ստեղծել, ինչքան հնարավոր է խնդիր, այդքան ստեղծվել է։ Ձեռները փակած է, ոչ մեկը չեն կարող նետանք։ Նայենք, հասկանանք, մամրակալեց, ինչ է լավ, տակը գույք կա, գույքը վնասվել է, ջուրա թողե, չի թողե, կացատունը, որը մեզ քանակության գազ է սպառում։ Կացատան դուրը, որ շենքի հետ կապ չունի, առանձին խոդով, էդ էլ են բռնե փագե։ Հիմա ասենք իրանք որ վնասում է, իրանց ինչ օգուտ դրանից։ Մուլտիվելնեսի աշխատակազմում նաև արցախցիներ կան, նշում են, որ այս աշխատանքով իրենց ամենօրյա հացի խնդիրն են լուծում, մարում են վարկերն ու պարտքերը, հիմա լուրջ ֆինանսական մարտահրավերի առաջ են կանգնած։ Մենք մնացել ենք անգործ, վարձ ենք տալիս, վարկ ենք տալիս եւ այլն։ Հիվանդ երեխա ունենք, ինչու պետքա զրկվենք աշխատանքից։ Իրավական գործընթացը ինչի պետքա ազդի փակվելու վրա, ես չեմ կարողանում հասկանամ։ Արեք ձեր գործընթացը, բայց ոչ մեր հաշվին, մեր ներվերի հաշվին, մեր ամեն ինչ անգործության եք մատնել մեզ։ Ինչի։ Պարոն Փաշինյան, ձեզ դուր ա գալի ժողովրդի այս վիճակը։ Դուք հաճույք եք ստանում այս վիճակից։ Ես չեմ հասկանում, ես ինչա կատարվում մեր երկրում։ 10 տարի ստեղ աշխատում եմ ու պարոն Ծառուկյան ամեն հարցում մեր մեջքին կանգնած ա եղել, մենք մեզ պաշտպանված ենք զգացել։ Ինչ այսօր ոնց որ անտեր լինենք, ինչի համար։ Հասարակ ժողովուրդին ինչի համար պետք է այսօր ընկնի։ Չէ որ մենք հայ ենք ու ապրում ենք Հայաստանում։ Ուր գնանք Չինաստան։ Փաստի առաջ են նաև մարզաառողջարանային համալիրի հաճախորդները, այդ թվում արտասահմանցիներ, գնել են փաթեթը, չեն կարողանում օգտվել ծառայություններից։ Ես մարզվող եմ, 17 թվից մարզվում եմ, ամեն ինչից շատ գոհ շնորհակալ եմ։ Մի բան եմ ուզում հասկանամ, ինչ կապ ունի ակումբը այդ ստուգումի հետ։ Ստուգում եք, լավ եք անում, եթե ինչ-որ խնդիր կա ստուգելու։ Եկեք ստուգեք, բայց ինչ եք փագել մեզ զրկում մարզվելուց։ Ես շաբաթը 2-3 անգամ գալիս եմ մարզվում եմ։ Հիմա ես ինչի պետքա չգամ մարզվեմ։ Ինչ է խանգարում մարզվելը ստուգելու հետ, կարաք բացատրեք։ Ոնց որ մի հատ բժշկական կենտրոն, հիմա փագեն, որտեղ մարդիկ բուժվում են, նույն բանն է, ոնց որ փագեն, ոնց որ չթողնեն մենք բուժվենք։ Մուլտիվելնեսի եւ Օլիմպիավանի փակմամբ խաթարվել է ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ առողջ ապրելակերպի սիրահարների առօրյան։ Ավելի քան 7000 մարդ այս պահին զրկված է մարզվելու հնարավորությունից։ Մարզիկներն ու մարզիչները նշում են, այսպես վտանգված է իրենց մասնակցությունը համաշխարհային կարևորության մրցաշարերին։ Արամ Մանուկյան, Արթուր Հակոբյան, Ալեքսանդր Կիրոյան, Արման Ղարիբյան, Էպիկենտրոն։